եկեք մի հատ ճշգրտում մտցնենք, որ հնարավոր է մեր հայրենակիցները պատգամավորներից մեկի դիրքորոշումը լսելիս պատկերացնեն, որ այսպես ասած ինչ որ մասշտաբային անհամապատասխանություններ կան, մեկնաբանման տիրույթում հարցեր կան եւ այլն։ Խոսքը գնում է 135 ձայնի մասին։ 135 ձայնի մասին, որը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է։ Այսինքն ստացել է ընդհանուր առմամբ 58,000 գումարած 135-է, ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելով հանեց այդ 135-ը։ Եվ ինչպես շատ ճիշտ պատգամավորը նշում էր, վերածեց այն անճշտության։ Արդյունքում ստացվում է ժողովուրդը իր իշխանությունը իրացնելով տվել է այդ քվեն, բայց այդ քվեն վերցվել է։ Այստեղ ինչ կարևոր ու հետաքրքիր հարցել կա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այդ երկու ընտրական տեղամասերում քննարկել է հանրության կողմից ներկայացված բողոքները, լսել է օրինակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մտահոգությունը եւ գտել է, որ այդ ընտրատեղամասերում պետք է արդյունքները անվավեր չճանաչվեն։ Եվ արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերածվում էր Բարգավաճ Հայաստան խմբակցության։ Բայց ինչա տեղի ունենում։ Վահագն Հովակիմյանը հիշեցման կարգով քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ով ներկայումս զբաղեցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ երևի թե հայկական իրականության մեջ կարող է լինել բացառիկ անաչառ։ Ես իդեպ կարծում եմ սա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում կքննարկենք, պետք է արգելք դրվի։ Այս մասով պետք է արգելք տրվի, որովհետև ես չեմ հավատում, որ դուք այն կարծիքը ունեք պարոն Հովակիմյանի մասին, որ իր հետ անցել եք մի 15 տարվա ճանապարհ եւ ինքը ձեզ բոլորին մոռանա։ Դա մարդկայնորեն էլ այդքան ճիշտ չի, չէ՞։